Գյումրիում հասարակական տրանսպորտի սպասարկման որակի վերաբերյալ դժգոհությունները վերջին շրջանում շատ էին։ Հաշվի առնելով բնակիչների բողոքներն ու առաջարկները, քաղաքապետարանը ձեռնարկել է գործուն միջոցներ։ Քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանի հանձնարարականով ապրիլի 10-ից ներքաղաքային տրանսպորտն անցնում է ամառային աշխատանքային ռեժիմի։ Եթե նախկինում ձմեռային ժամանակացույցով երթուղիներն սպասարկվում էին մինչև ժամը 21-ը, ապա այսուհետ տրանսպորտի աշխատանքը կմեկնարկի առավոտյան 7:30-ին և կավարտվի ուշ երեկոյան ժամը 22:00-ին։ Թեև աշխատանքային ժամերը երկարացվել են, բայց ուղևորները պետք է հաշվի առնեն մեկ կարևոր հանգամանք։ Երեկոյան ժամը 18-ից հետո սպասարկող շարժակազմի թիվը հետզհետե կնվազի։ Պատճառն ուղևորահոսքի նվազումն է։ Արդյունքում սպասման ժամանակահատվածը երեկոյան կարող է հասնել 30-ից մինչև 40 րոպեի։ Այնուամենայնիվ, երթուղիներում կլինեն հերթապահ մեքենաներ, մինչև աշխատանքային օրվա ավարտը սպասարկումն ապահովելու համար։ Քանի որ երեկոյան ժամերին ուղևորահոսքը շատ նվազ է, մենք ժամը 18:00-ից հետո հետզհետե նվազեցնելու ենք սպասարկող շարժակազմի թվականակը, որի հետևանքով եւ ավելանալու է շարժման միջակայքը, ինտերվալները, բայց երթուղում պետք է հերթապահ մեքենաներ պետք է լինեն, որպեսզի սպասարկեն մինչև երեկոյան ժամը 22:00։ Վերջնակետից եւ սկզբնակետից անպայման երեկոյան 22:00-ին երկու կողմից է դուրս է գալու մեքենաներ դեպի գիծ, դեպի երթուղի։ Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետի փոխանցմամբ, հաշվի առնելով բնակիչների խնդրանքը, երթուղային ցանցի ուղեգծերից մեկում փոփոխություն է կատարվել։ Մասնավորապես թիվ 20 երթուղու ուղեգիծն ընդլայնվել է ևս 2 կանգառով։ Ուզում եմ տեղեկացնել նաև օտարվականային հարակից թաղամասերում բնակվող բնակիչներին, որ իրենց խնդրանքը կատարել ենք, տեքստիլ թաղամաս երթևեկելու համար իրենք առաջ օգտվում են 2 երթուղուց, իսկ հիմա թիվ 20 երթուղու ուղեգիծը օտանավակայան օղագիծ երկարացվել է մինչև Արևելյան փողոցի միջնամաս, որ կարողանան նրանք օգտվել մեկ երթուղուց։ Ներկայումս Գյումրիի համայնքապետարանն իրականացնում է 8 երթուղիների սպասարկում։ Ամեն օր երթուղի է դուրս գալիս 83-ից 84 միավոր տրանսպորտ, իսկ ևս 4-5 մեքենա պահվում է որպես պահոստային միջոց, տեխնիկական խափանումների դեպքում աշխատանքի անխափանությունն ապահովելու համար։ Թեև շահագործվող շարժակազմը նոր է, ընդամենը 3-4 տարվա վաղեմության, սակայն մեքենաների քանակը դեռևս բավարար չէ քաղաքի տրանսպորտային կարիքները լիարժեք հոգալու համար։ Նշենք նաև, որ ըստ կառավարության որոշման տրանսպորտային միջոցները թույլատրվում է շահագործել մինչև 10 տարի ժամկետով, ուստի առկա ավտոպարկը դեռևս համարվում է արդիական։ 5 փակված երթուղիներ կան, որոնք մենք ուզում ենք նորից վերագործարկենք, որոնց համար եւ հարկավոր է ձեռք բերել նոր տրանսպորտային միջոցներ։ Թվականակը չի երիկում, որպեսզի կարողանան բոլոր երթուղիները ծածկել։ Անհրաժեշտ է ձեռք բերել ևս մոտ 40-50 միավոր տրանսպորտային միջոցներ, որ կարողանանք այդ ամեն կազմակերպենք։ Քաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ տրանսպորտի աշխատանքի նկատմամբ սահմանվելու է խիստ և շարունակական վերահսկողություն, իսկ ուղեգծերի առավել լայնածավալ փոփոխություններն ու նոր երթուղիների վերագործարկումը նախատեսվում է իրականացնել արդեն նոր շարժակազմի ձեռքբերումից հետո։